Մամ։ Գրիշո։ Չեմ հավատում։ Ողջույն Նինա։ Բարև Վահագ ջան, էս ոնց ստացվեց։ Ինչպես կա, որդիդ տանն է։ Հա, բայց ոնց։ Դե ինչը ոնց այ մամ։ Անմեղ տաղունով էր փագի տակ բայելու այդքան։ Հալով մի քանի օր տունը չէի հումորս կորա։ Գրիշի դուրս գալ անսպասելի ստացվեց։ Հա, ճիշտ ասում մամ ջան։ Իմ համար էլ շատ անսպասելի ու անբացատրելի թե ոնց ինձ են շուտ գազ թողեցին։ Սարգսյանները հերքել են, որ Գրիշն է կրակել։ Առհասարակ հերքել են, որ Գրիշը եղել է իրենց տան հարևանությամբ։ Մամ ջան, ինչքան եք դրանց տվել։ Քարածի հետևանքներն ենք քաշել։ Ամբողջ վիրահատության գումարը փակել ենք։ Դրանք է կողտրվան էլի։ Գրիշո, ինձ մի նյարդայնացրու։ Վահագ ջան։ Իա։ Այդ տղա ջան, գալիս ես տուն, գոնե մի կես բերան ասա իմանանք։ Լսեցիր Գրիշ։ Մի րոպե Վահագ ջան, ես կարգավորեմ։ Բաբ ջան, ես եմ խնդրել, որ Վահագը ձեզ ոչինչ չասի, ուզում էի անակնկալ անել, էլի։ Ստացվեց։ Շնորհակալ եմ Վահագ ջան, տղուս տուն հասցնելու համար։ Եթե դու նրանց բերանը գումարով չփակեիր, իմ մոտ հաջողություն չէր ստացվի։ Ինը ինչ ես կանգնել։ Մի հատ սեղան գցի նստենք, տղես տուն այգ է։ Չէ Հունան ջան, երկար մնալ չեմ կարող։ Գրիշին էլ եմ ասել։ Պարզապես ցանկացա իմ ձեռքով Գրիշին հանձնեմ քեզ։ Շնորհակալ եմ եղբայր։ Այս անգամ էլ մեզ ցեղից հանեցիր։ Միշտ պատրաստ եմ։ Քավլիցի, թող կարիք չլինի։ Կներեք էլի լսիրելիներս։ Բա իմ քույրը չի ուզում նա մի հատ իր աղբորը գրկի, բարի գալուստ մախտի։ Թե Լեոյենց պատճառով քենա քշում հետս։ Տանը չի։ Այսինքն Չի եկել դեռ։ Բարամանցից մտել են խանութ ու դեպի տուն են շարժվել արդեն։ Արամնովա։ Շատ արագ ապակինվեցիր, հա։ Հա, գնանք, հա։ Ինչ-որ խնդիր կա։ Եթե խնդիրը այս ջահելն է, մատ մոտենամ։ Նստի գնանք, էլի։ Բա ում է սպասում, նստի որ գնանք։ Շատ արագ փոխարինող կետար։ Սրա համար չկարողացար ընտրել։ Ինչ հիմար եմ եղել ես, որ հավատացել եմ, թե Հունանի աղջիկը ի վիճակի է սիրելու։ Մաքուր սիրելու։ Ուզում էի լավություն անեի, վատություն դուրս եկավ, Լեա ջան։ Դե ոչինչ։ Դու ինչ իմանայիր, որ Լեոն էլ է այդ մարկետում լինելու։ Դե պարզ էր մի անգամից, որ այդ տղու պատճառով ես տարապում։ Չեմ ուզում խոսենք Լեոյի մասին կամ մեր հարաբերությունները քննարկենք։ Կներես, ինձ չվերաբերող տարածք մտա։ Օտարի աչքերով էիր ինձ նայում։ Ամենաշատը այդ ինձ ցավացրեց։
Ալո։ Եթե քո համարից ես զանգել, լռելուտ իմաստը չեմ հասկանում։ Խոսա։ Ինչ խոսամ կյանքս։ Ձենդ լսում եմ անես թթվածն այն պաշար եմ ստանում, չես պատկերացնի։ Դե անջատի խեղդվի։ Արդեն ազատության մեջ եմ։ Շատ իզուր։ Չես ուզում, հա տեսնենք։ Չէ, ոնց չեմ ուզում։ Քանի շաբաթա երազում եմ մեր հանդիպման մասին։ Երազում եմ երեսի թքելու մասին։ Ծանր ծառաներ առ եկել ես։ Իրք եմ բերել դավուքես, ես վիտամիններ է պետք։ Բայց դեմքդ մի տեսակ է, կարող է շատ ես ծախսը։ Չես ուզում։ Դե մի տեսակ է դեմքդ ասում, կարող է շատ ես ծախսը նեղվել ես։ Դավոտ ունենց աղբեր ես, որ քո համար հայել կա ծախսելու, վերջին կոպեկս էլ կտամ քո համար։ Ու տրամադրությանս վրա ընդհանրապես ուշադրություն մի դարձելու։ Ես հասկացա, Լեայի հետ է կապված։ Հա, սուպերմարկետից դուրս գալուց տեսա Լեային։ Շատ ցաված սրտի կտ։ Դավո հա շատ ցաված, որովհետև սիրում եմ այդ մարդուն, ու ոնց հասկանում եմ, հələ դեռ երկար սիրելու եմ։ Խոսացիր հետը։ Չէ, մենակ չէր։ Ռեակցիայից հետ հասկանում եմ, որ տաղու հետ ես տեսել է Լեային։ Հա, բայց արի սրանով ավարտենք, լավ։ Գնամ ես խանձարել է բանը։ Այն Արամը ինչ էր է, Արամ ոնց որ ասիք, կարող եք հուրս հետ Արամին կապել է, համոզել է երկրից դուրս տան իրան։ Լրջացիր։ Լուրջ եմ ասում, մամ ջան, պապան էր ասում, որ Լեան ուզում է գնա երկրից։ Որովհետև դժբախտ է, ուզում է փախչի այստեղից։ Իսկ դու ինչ ես ուզում։ Ուզում ես, որ այդ Լեոյի հետ երջանիկ լինի։ Ես առաջարկում եմ Լեայի դրության մեջ մտնել։ Լավ էլ երկար եկաք։ Որ իմանա ես քան ուշանալու եք, իմ հետ կբերեի։ Բա Արամ ուրա։ Չի Արամ ամեն րոպե պետք է ասի ուրա։ Քուրս ես չեմ հասկանում, մի տաղա պետք է լինի, որ պաշտպանես։ Այն Լեոյից պրծանք հիմա անցել ես Արամին։ Այն մեծ արի աղբորը չեզում այդ գրկես իմ ազատության արդիվ։ Բարի վերադարձ Գրիշ։ Հուսով եմ հիմա կխելոքանաս ու մարդկանց կյանքերի հետ չես խաղա։ Եթե սրանից հետո երկուսիցդ մեկը համը հանել է, ես անձամբ քթից կբերեմ։ Ապրում եք մարդու նման, հասկացաք ինձ։ Մենք արդեն հոգնել ենք ձեր արկածներից։ Լեա, հայրդ ասաց, որ ցանկություն ես հայտնել երկրից գնալու։ Հայտնել եմ ցանկություն, բայց ինչպես միշտ պապան հաշվի չի առնում իմ որոշումները։ Այ քուժան դու մոռանում ես, մենք այստեղ բանտարկել ենք։ Տղա, կես ժամ առաջ ես գերությունից դուրս եկել Սուսմանը։ Մամ ջան, իմ կատակները չես ընդունում ինչ դուրս եմ եկել։ Թեթև հումոր եմ անում։ Լավ, հերիքա իրար ուտեք։ Հիմա բոլորս տանն ենք։ Մեր ընտանիքը կազմը պատրաստ է։ Հիմա նենց եք ապրում, որ բոլորս լինենք երջանիկ ու անհոգ։ Դե ոնց որ արդեն բոլորդ գիտեք, Լեան պատրաստվում էր երկրից գնար։ Բայց չի գնալու։ Հիմա եկեք բոլորս ունենց անենք, որ Լեան ապրի իր ընտանիքում, իր երկրում։ Իսկ դու տղա ջան, խելքդ գլուխդ ես հավաքում։ Թե չէ կզղջես, որ ազատության երես ես տեսել։ Իսկ հիմա եթե բոլորս իրար հասկացանք, եկեք գնանք, նստենք սեղանի շուրջ։
Սարիկ, բայց ինչ ես կարծում Դավիթին նման ուտելիք կարելի է։ Հա, բայց ինչ եղե որ։ Բան չէ, Սարիկ, ընդհանրապես վիրահատել են։ Նարե։ Ինչ ես ինձ տենց նայում։ Ուզում հասկանամ ինչ կա քո ու Դավիթի միջև։ Ինչ անկապ հարց ես տալիս, ինչ պետք է լինի, ինքը ընդհանրապես քո ընկերոջ եղբայրն է ու վերջ։ Այդքան է։ Հա, ուրիշ ինչ։ Ինձ թվում է որ քո վերաբերմունքը շատ ավելին է, քան անկերական են արել։ Այդ քեզ մենակ թվացել է։ Ուզում եմ վստահ լինեմ, որ ամենառաջինը ես կիմանամ, եթե ինչ-որ մի բան փոխվի Նարե։ Ձեր պատվերը խնդրեմ։ Ներսը շատ։ Սուչը խմենք գնանք։ Վերջապես այսօր գլուխս հանգիստ բարձին կդնեմ։ Գրիշս տունն է։ Չեմ կարծում, որ Գրիշոն ազատության մեջ անվտանգ կլինի։ Այսինքն։ Դե, կարծում եմ վրեժ կլուծեն։ Չէ, ես դեռ չեմ մտածում։ Ռիսկ չեն անի։ Իսկ ըստիս հնարավոր է։ Օրենքով հաջողության չհասան, իրենց ձևերով կփորձեն վրեժ խնդիր լինել։ Հատկապես հիմա, որ Լեայի հետ կապ չկա։ Արամին կասեմ աչքը երկուսի վրա էլ կպահի։ Համ Գրիշի, համ Լեայի։ Լեաս շատ է խեղճացել։ Սիրում է այդ Լեոյին։ Զարմանում եմ ախր հազարավոր տղերքի մեջ ոնց գնաց ու հենց դրան սիրեց։ Կյանքի խաղն է ինչ արած։ Քույրդ էլ հազարավորների մեջ գնաց Ռաֆի եղբորն ընտրեց։ Մի հիշացա Էլինը։ Մինչև հիմա հիշեմ կարողանում ներեմ, որ այդ ժամանակ ես ճիշտ որոշում չեմ կայացրել։ Իդեպ հիվանդանոց պիտի գնամ։ Ես տուն գալուց առաջ մտել եմ հիվանդանոց։ Քնած էր։ Բժիշկն էլ ասաց հիմա իրան քնել շատ է, պետք պիտի հանգստանա։ Երեխան մի կերպ քնեց։ Լավն է մեր աղջկան։ Ախր ես ոչինչ միայնակ անել չեմ կարող։ Դու էլ ինձ պետք է օգնես։ Կօգնեմ, բայց ոչ հիմա։ Ես գնում եմ Հայաստան։ Նորից։ Ասում եմ ես, որ ասում եմ ես, այդ նշանակում է մենակ ես։ Գնում եմ Հայաստան։ Հունանը պետք է նորավոր ճանաչի։ Ախր ինչի չես մնում մեր կողքին։ Ինչի ես անընդհատ քո կյանքը վտանգի մեջ գցում։ Ու իդեպ մեր կյանքն էլ ես վտանգի մեջ գցում։ Մարդիկ պիտի հասկանան իրենց սխալներով անպատիժ չմնան։ Դե չէ նորանոր հանցանքներ կգործեն։ Էլ որ մնաց կյանքի արդարությունը։ Ես վախենում եմ մի գնա։ Շատ եմ քեզ խնդրում։ Մի վախեցի Ազիզ ջան, նորմալ է։ Բա որ հետ չգաս։ Բա որ սպանի քեզ։ Ուզում ես ինձ ու երախոտ անտեր թողնես։ Հունան ինձ չի սպանի, չի կարա։ Ես իրա դեմ այնքան բան ունեմ, որ միջուկային զենքը ғալաթ է արել։ Քո արմատը Լեա, մինչև վերջ փթած է։ Լավ պտուղներ տալու մասին հույսեր փայփայելը անիմաստ է։
Հուսամ ընտանիքդ կգնա ատ ես քայլդ։ Մնաս բավ։ Ոնց կռիվ տամ իմ ներսում գլուխ բարձրացրած հրեշի հետ, ով ուզում է սատկացրած լինի բոլոր մակունցներին։ Ուրեմն այս պահից ի վեր բոլորդ կհարգեք մեզ, մակունցներիս, հասկացաք։ Ծոարա։ Լեո, խնդրում եմ, բալես։ Պապին ես ասեք, Լեո։ Թվում է ավարտվեց մեր ու իրանց պատերազմը, բայց ես միայն նախաբանն էր, պատերազմն առջևում է։ Լավ կարող է չգա։ Կամ կարող են աղբերներն են բռնեցրել вообще։ Ես ինչ լավ բան արեցի եկար կյանքս։ Ոչ Երանի քեզ որ եկա։ Թող վայ։ Հիմար ես դու։ Ալավելը ճիշտն է, սա շատ էիր կարոտել։ Դու չես պատկերացնի, թե ոնց եմ քեզնից զզվում։ Լավ է սա տերդ մի կողմ թո էլի։ Չէ դու հոգեկան հիվանդ ես։ Ճիշտ են արել, որ քեզ բանտից բաց են թողել։ Քո տեղը հոգեբուժարանն է։ Դասի աղջիկ ջան, մի հատ հանգստացի ու մի ոգևորվի։ Իսկ դու այնքան ոգևորված էիր, որ Դավոն քո պատճառով մեռնելուց պրծավ։ Որ նորմալ պահեին իրանց աղբերները, այդ օրին չէին ընկնի։ Հանգստացի մի հատ։ Հանգստացի ու էլ չափերը չանցնես մանան։ Բա ինչ էիր պատկերացնում, պիտի գամ ճակատդ պաչեմ, ասեմ լավ ես արել։ Լսի, ես իմ քայլերի համար քեզնից գնահատական չեմ ուզում, եկել էի քեզ տեսնեի ընդամենը։ Տեսար։ Դե հաջողություն։ Սպասիլ։ Կանգնի ասում եմ մանան։ Գրիշ թող ներվայնացա արդեն։ Ինձ նայ մի հատ։ Չեմ ուզում թող։ Դե ինձ նայ ասում եմ։ Չեմ հասկանում դու ինչ ես կարոտել։ Ինչի։ Պարտավոր էի։ Խալա դե հերիքը ասածներս ֆռացնես էլի, նորմալ հարց եմ տալի։ Ուղիղ պատասխանի կարոտել ես թե չէ։ Չէ։ Չեմ կարոտել։ Ինձ մեկ ես դու։ Ու ես կարոտ չի, զզվանք է։
Լսի մանան։ Աղբերը թել է հասելա ծաղկածոր ու դրա պատճառով հերս ընկելա հիվանդանոց։ Կարող է պատի գայ ճակատա պաչել, մի բան է քիչ եմ արել, լավ եմ արել ինչ արել եմ։ Լսի, դու Դավոյի գլխին ես կրակել։ Հասկանում ես այդքանը։ Լավ, հիմա հասկացանք այդ կողքի թեմաները, արի մեզնից խոսանք մի քիչ։ Մենք չկա։ Այդ մոռացի։ Ոնց կարա չլինի, եթե ես հիմա ստեղ եմ, ուրեմն կամ մենք, չես ջոգում։ Չէ, չեմ ջոգում։ Դե ուրեմն ուղեղդ մի քիչ լավ աշխատացրա, որ ջոգես, թե չէ մենակ ես պատի-սպատ տալով չի է։ Լսի, ինչ ես ուզում ինձնից։ Գնա ազատությունդ վայելի։ Ոնց հասկանում եմ, լավ էլ պապա տառել դրելա տակդ։ Հիմա լսի քեզ ինչ եմ ասում, մանան։ Սրանից հետո հորս մասին խոսալուց էլ իրոնյա չօգտագործես։ Ես քեզ առաջին ու վերջին անգամ եմ ասում, հասկացար, թե չէ ծեծ ես ուտելու նայ։ Նյա, լուրջ։ Հա, շատ լուրջ։ Բան չունեմ հետդ խոսալու։ Կագնիլի ես ունեմ։ Ինձ մեկա։ Լեո, խնդրում եմ, բալես։ Ինչ է, պապին ես ասել, Լեո։ Աղբերս, հյուրեր ընդունում ես։ Հա, ներս անցեք։ Ոնց աղբերս։ Լավ եմ աղբերս, ոնց որ թե լավ եմ, շատ չեմ հասկանում հիմա։ Պետք է լավ լինես, հավատանամ, ուրիշ տարբերակ չունես։ Դե որ ընկերդ մի քիչ ներվերից վրա ազդի, ավելի լավ կլինեմ։ Իր արևին փոց էր անում։ Չգիտի հեսա որ դուրս գրվեմ, ինչ որ պետք է իրան ասելու եմ։ Դե չգիտես Լեոին, ուզում եմ տրամադրությունդ բարձրանա։ Ինձ կներեք, ես մի հատ դուրս գամ, հեսա կգամ։ Դավ ցավեր ունես։ Հա, մի քիչ կա ցավեր, բայց այդքան անտանելի չի։ Իսկ դուրս գրվելու պայերով ինչ են ասում։ Չէ, ոնց հասկանում եմ, մենք ստեղ երկար ենք մնալու։ Պետքա տնավորվենք։ Չէ, ախպերս երկար մնալ չկա։ Պիտի տուն գնաս, գանք նստենք, հանգիստ երկու բառ խոսանք։ Թե չես վիճակը քեզ չի սազում։ Հա, ով։ Ինչ կա աղբերս, ոնց եք։ Մենք լավ ենք, դու ասա։ Ունան գրիշը տանը չի։ Այդ երեխեքին սպանելու են նոր հանգստանան։ Մի երկու էլ ձևական կլացեն, են էլ հարցա կլացեն, թե չէ։ Ինձ թվում է այդ աղջիկա մոտ է գնացել։ Ես իրեն միշտ ասում եմ, էս արա ինքը հակառակն է անում։ Մանկապարտեզա ինչա։ Ինձ թվում է հիմարություն անելու, գնա գտի տուն բեր։ Չի պատասխանում։ Նորից փորձի, նորա դուրս եկել բանտից։ Մի սխալ հայացք ու էլի հետ են տանելու։ Այդ մենակ մենք պետք է մտածենք։ Այդ ախր ինքն էլ պետք է հասկանա։
Անգլի էլ ասում եմ։ Մի արի հետևիցս չես հասկանում։ Խորսը վարը դե սպասի խոսամ էլի։ Ինչի։ Թե չկկրակես։ Արա մի րոպե սուս մնա խոսամ։ Արան դու ես։ Մանան։ Այ ապրես։ Ես մանանն եմ։ Այս փորձանք աղջիկ ջան, դու ուզում ես տամ սպանեմ քեզ տե։ Հա, դու դրանից լավ ես։ Արա մի րոպե սուս մնա, տենց վրա մի խոսա թող միտքս արտահայտեմ։ Լսի, դու իմ հետ խոսալու բան չունես։ Գնա նենց մարդ գտի քո համար, որ կրակելուց, սպանելուց, իրար ծեծելուց խոսակ։ Գնա նենց մարդ գտի, որ արայով հետը խոսաս, իրան դուր գա, ասի, ոյ շատ ուժեղ տղամարդ է։ Ես դրանցից չեմ, հասկացար։ Սրանից հետո էլ թևիցս չքաշես։ Դաստակս դուրս գցեցիր։ Աղջիկ ջան, քո ուղեղը լրիվ թափած է, ես չեմ հասկանում։ Քո գլխի հետ նենց ամեն ինչ նորմալ է, իմ ուղեղն է, հա, թափած։ Հա։ Ճիշտ ես, ինչ ասեմ, շատ ճիշտ ես։ Շատ ուժեղ տղամարդ ես, նույն տեմպերով շարունակի, ապրես։ Հպարտանում եմ քեզնով, հաջող։ Հետևիցս չգաս։ Լսի, խնդրես հետևիցդ գամ։ Ու ամոթել է, այսքան տարիա թատերական ես սովորում, սկի ինձ չես կարում համոզես քո խաղով, որ իբր չես ուզում ինձ տենաս։ Յախք, Սենց ես սերդ արտահայտում։ որ սիրեի կզգայիր, Ես զգում եմ։ անզգամ։ Հա, պապ ջան։ Հա, դուրս է եկե Հելենի տեսնե, ես եկե գալ։ Լավ, գալիս եմ։ Ալո։ Բարև, լավ ես։ Լավ, դու։ Երկար բարակ չանեմ, զանգել եմ մի հատ հարց տամ քեզ։ Ագրեսիվ ես, թե ինձ է թվում։ Չէ, չի թվում։ Ու եթե ինձ է զանգել, ենթադրում եմ, որ պատճառը ես եմ։ Ճիշտ էլ հասկացար, հա, պատճառը դու ես։ Լեո։ Լեա, սպասի խոսում։ Հարց եմ տալիս։ Անկապ տես ու դեն չեմ ընկնում։ Չէ։ Ինչը չէ։ Հարցիդ պատասխանը։ Էդ լավ է, որ տենց շուտ հասկացար ինչ եմ ուզում հարցնեմ։ Ինչի այսքան ժամանակ քո վրա անուղեղի տպավորություն եմ թողել։ Բայց եթե չէ հարցիս պատասխանը։ Լեո, ինձ թվում է այս բազաբանումները անիմաստ են։ Դու քո որոշումը կայացրել ու գնացել ես։ Ես չեն էլ ասացի, որ խոսակցությունը փակենք։ Ինչ ես շարունակում։ Որովհետև ուզում եմ հասկանամ տենց շուտ մոռացար, թե չէ։ Դու գերադասում ես, որ ես երկար տանջվեմ։ Ոչ մի բան չեմ գերադասում, բայց ուզում եմ իմանամ ով էր։ Կարևոր չի Լեո։ Իսկ շուտ մոռանալուց դու մի խոսա, հա։ Որոշում ես կայացրել ապրի դրանով։ Ես քեզ չեմ խանգարում։ Ես քեզ վատ վիճակի մեջ չեմ դնում։ Բան հարցրեցի քեզ։ Չեմ ուզում հարցիդ պատասխանեմ, Լեո։ Ես դրա իրավունքն ունեմ։ Կներես։ Ինչ է ախպեր։ Ոչ մի բան Սարիկ։ Ներվերս էլ չի հերիքում արա։ Ինչ է։ Բա Դավիթ պապին ուր է։ Վանաձոր է գնացել։ 2 օրով գործեր ուներ։ Համ էլ լավ է, թող մի քիչ ցրվի այս հիվանդանոցային վիճակներից։ Նիհարել էր այս օրերի ընթացքում։
Իդեալական պապի լուրջ եմ ասում։ Իդեալական այն խոսքը չի։ Դու էլ հաստատ իր անվան արժանի գրողն ես լինելու։ Դե լավ է։ Հաստատ։ Ես ձերպես իդեալական թորներ չեմ տեսել։ Արի քեզ օգնեմ, գնանք հոսենյակ պարկի հանդիստացի։ Լավ էլի բալես։ Արի գնանք հյուրասենյակ։ Արդեն հետ պարկելուց հոգնել եմ։ Հա, բայց դա քեզ անհրաժեշտ է։ Ինձ անհրաժեշտ է, որ ես շարժվեմ շատ։ Քեզ ոնց պետքա տենց ես ներկայացնում իրավիճակը։ Հա, բայց ես ճիշտ եմ, չէ՞ ասում։ Տղես ինձ պետքա, որ ես շատ արագ ոտքի կանգնեմ, ու դու վերադառնաս սպորտիդ, թե չէ ես քեզ գիտեմ, կողքիցս հեռու չես գնալու։ Մամ, քանի անգամ ասեմ, հիմա կարևորը դու ես, վերջ։ Մոսկվայում քեզ շատ մեծ ապագա է սպասվում, էլ դե Սուդեն ընկնելու պատճառ չունես։ Իմացի, որ Ռուսաստանը շատ մեծ երկիր է, շատ մեծ հնարավորություններով, ու դու ամենաուշը մի տարի հետո մեծ հաջողությունների կարաս հասնես։ Մամ, ես շատ կուզեի Հայաստանի դրոշի տակ կռվեի։ Մանա ջան, ես ինչ ռեակտիվ ես ու հասար սենց արագ։ Ինչ ես ուզում, թող ապրեմ էլի։ Ապրի ով է քեզ բան ասում։ Էսի բա ինչի ես անընդհատ հետևից ես գալիս, քեզ դուր ա գալիս ինձ սենց տանջելը։ Մանան, ես ես խոսքերը կյանքում ոչ մի աղջկա չեմ ասել, բայց քեզ ուզում եմ ասեմ։ Ես քեզ սիրում եմ։ Ճիշտ է մեր մեջ շատ բան է լինում, բայց այդ ամեն ինչը հաստատ վատ ձևով չի ազդում, հակառակը ես ավելի եմ քո հետ կապվում ու ավելի եմ քեզ սկսում սիրել։ Դու իմ մտքից դուրս չես գալի, որովհետև անընդհատ վախում եմ, որ կարամ քեզ կորցնեմ։ Դե հիմա խոսա, տնամ ինչ ես ասում։